թույլտվությամբ օրենքով գողերի դեմ ո՞նց եք պայքարելու։ Ասում են դուք այդ օրենքի հետ մնալու եք մենակ Տիկին Սարգսյան։ Խնդրում եմ, ինձ թույլ չեն տալիս էլի առաջանալ։ Ո՞նց եք, օրինակ քրեական ենթամշակույթ կամ օրենքով գող աստիճանակար կբացատրեք, դա ինչ է։ Ենթադրենք իրավապահ մարմին է, որի աշխատակից բռնել է գողին եւ ասում է դու գող ես թե մշակույթի դեմ պայքարում ձեր գնահատականն ու ամեն դեպքում այն էր, որ մնում է մենակ, նշանակում է Հայաստանի Հանրապետությունում բոլորը կողմ են քրեական ենթամշակույթի տարածման։ Ում չեն, ո՞նց եք ապացուցելու, ո՞նց եք անելու, ո՞նց եք պատժելու։ Հետևաբար ես առաջարկում եմ նաև որոշակի ձևակերպումներ տալիս նկատի ունենալ, որ վստահաբար Հայաստանի Հանրապետության համար քրեական ենթամշակույթը ընդունելի մոտեցում չէ։ Սա առաջին արձանագրում։ Երկրորդը, երբ որ ես նշում էի, որ կա որոշակի օրենսդրական փոփոխությունների կարիք, նկատի ունեի այն հանգամանքը, որ շատ հաճախ, երբ որ մենք գործ ունենք նաև օպերատիվ տվյալներով հաշվառված օրենքով գողերի հետ կամ քրեական հեղինակությունների հետ, երբ որ դրանք պիտի վերածվեն արդեն քրեական վարույթի եւ դառնան ապացույց, շատ հաճախ թեև օպերատիվ տվյալը կա, հստակ ամբողջական պատկերը կա, բայց դատավարական օրենսգրքի համապատասխան կանոնների կիրառմամբ հնարավոր չի լինում այս օպերատիվ տվյալը վերածել ապացույցի եւ օրինակ XY կանոն ազգանունով կամ մականունով թեկուզեք օրենքով գողին կամ քրեական հեղինակությանը ենթարկել պատասխանատվության քրեական վարույթով անցկացնել եւ արդեն բավարար հիմքերով ներգրավել որպես մեղադրյալ։ Հիմա ինչն էր ընդհանուր հարցը։ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում այսպիսի կարգավիճակ պահպանելու համար եւ օրենսգիրքը հստակ բացատրական մաս ունի որպես այդպիսին, որտեղ որ նկարագրվում է ինչ ասել է պահպանել։ Երբ որ կարդում ենք այդ նկարագրությունը, ստացվում է, որ միայն կարգավիճակ ունենալը բավարար չէ այս հոդվածով պատասխանատվության ենթարկելու համար։ Պիտի օրինակ դրամահավաք իրականացնես, այդ փաստը եւս պիտի հաստատված լինի, պիտի մասնավոր վեճ կարողանաս լուծել, պիտի հիերարխիկ կառուցվածքում է դերակատարների մնացյալ բոլոր կոմպոնենտները եւս լինի, որ նրանք ներգրավված լինեն որոշակի process-ներում, եւ ստացվում է մի իրավիճակ, որ թեև մեզ հայտնի է, որ կան որոշակի կարգավիճակ ունեցող անձինք, ընդ որում հանրության շրջանակներում բազմաթիվ են այդ քննարկումները, բայց դա թողնենք մի կողմ, որովհետեւ մենք գործ ունենք իրավական process-ի հետ, բայց լրացուցիչ պահպանման բաղադրիչով խնդրահարույց իրավիճակներ է առաջանում, երբ որ դու չես կարողանում հիմնավորել դրա արկայություն, թեև որ պրակտիկ առումով մենք վստահ ենք դրանց գոյության մեջ։ Հիմա իրավական առումով նույն մեր հարևան երկրների փորձառությունն ենք, երբ որ դիտարկում, քրեականացված է ոչ թե պահպանելը կարգավիճակը, այլ կարգավիճակ ունենալը, բայց կարգավիճակ ունենալու մասով էլի պիտի ապացուցվի թե այդ կարգավիճակ ստանալու կոմպոնենտը, թե հիերարխիկ շղթայի արկայությունը եւ մնացյալ բոլոր բաղադրիչները, որոնք պահպանման ներքո են, չեն ապացուցվելու, բայց ես գիտեմ, որ բազմաթիվ են այն մոտեցումները եւ նաեւ թեկուզ եւ ձեր կողմից հրապարակումները, որ այ միայն նրանց հայտարարությունը բավարար է լինելու պատասխանատվության ենթարկելու համար։ Օրենքով գողես կամ աստիճանակարգ ունես, ասում եմ չէ։ Հիմա դու ես աստիճանակարգ։ Դա վաղուց արդեն հին մեթոդ է, հին իրավակարգին բնորոշ, որովհետև եթե մենք նայենք նաև իրավակարգի զարգացման միտումները, եվրոպական չափանիշները, եվրոպական դատանի ստանդարտները, նմանատիպ հայտարարությունը չի կարող հիմք լինել, միայնակ հիմք լինել անձին պատասխանատվության ենթարկելու համար։ Եվ ես վստահեցնում եմ, որ մինչև մենք փորձում ենք ինչ-որ փոփոխություններ կատարել, ենթամշակույթի կանոնները եւս բավական ադապտացվում են այս ռեժիմում, այնպես որ մտածել, որ այս պահին մեկին կասենք դու քրեական հեղինակություն ես եւ կլինի դրական արձագանք, դա ուղղակի ինչ-որ անպոտ պնդում է։